Հայաստանի եւ Արցախի իշխանությունները մեկ րոպե անգամ չեն վարանի ամենաժամանակակից զենքով հարվածներ հասցնել Ադրբեջանին, եթե վերջինս Արցախի հարցի լուծումը տեսնի միայն զենքի միջոցով, ասում է Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։ Նրա վստահեցմամբ Արցախի ղեկավարությունը դիրքերը կահավորելու նոր աշխատանք է սկսել։ Բոլոր դիտակետերում կառուցում են շատ կարևոր ուրեմն ապաստարաններ, եթե կարելի ասել, որի հնարավորություն է տալի ամենանիսկ դաժան ռմբահարման ժամանակ, որպեսզի մեր զինվորները գտնվեն ապահով վիճակում։ Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հանձնարարել է շարունակել միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների կենսագործունեության եւ նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ։ Եվ հիմնական նպատակը պետք է կայանա իմ կարծիքով նրանում, որպեսզի կարողանանք բնակչության մնացած մասը գոնե տեղում պահել։ Երկրորդ խնդիրը այստեղ պետք է շարունակենք օժանդակել սիրիահայերին, նաև իհարկե միջազգային կառույցների օժանդակությամբ պետք է պատրաստ լինենք հանկարծ իրավիճակը սրվի կարողանանք օգտվել այդտեղ մնացածների մասին։ Վերջին 2 տարում միջազգային շուկայում պարենային ապրանքների գները էականորեն նվազել են, ազդելով աղքատության մակարդակի վրա։ Հայաստանում դրանք կամ չեն էժանանում, կամ չնչին են իջնում, ինչը պայմանավորված է մենաշնորհներով։ Որպես օրինակ տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը նշում է շաքարավազի գինը։ Եթե շաքարավազը էժանանար այնքան, ինչքան համաշխարհային շուկայում է էժանացել, մեր մոտ մի տոկոս էլ քիչ է։ Այսինքն կնպաստել, որպեսզի աղքատությունը նվազի։ Այսինքն հենց այս մի օրինակը ցույց է տալիս, որ աղքատության նվազեցումը նույնիսկ քաղաքական խնդիր է, մոնոպոլիան վերացնելու խնդիր է։ Հունիսի 4-ին ազգային ժողովում կքննարկվի Սևանա լճից 100 միլիոն խորանարդ մետր ավելի ջրառ կատարելու մասին կառավարության առաջարկը։ Սա բարձրացրել է բնապահպանների զայրույթը։ Ջրային պետական կոմիտեի ներկայացրած հիմնավորումները իրենց մեջ ճշմարտության հատիկ չունեն, վստահեցնում է Էկոլուր տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։ Ազդեցության մասին ընդհանրապես խոսք չկա։ Կառավարության անդամ բնապահպանության նախարարությունը որը տվել է բացասական եզրակացություն, դեռ այս եզրակացության վրա ընդհանրապես հղում չկա։ Այսինքն այդպեսի անհին լրիվ չհիմնավորված որոշում մենք չենք տեսել։ Գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Հայաստանի համար առաջին ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում վերջին 7 տարիների ընթացքում։ 25-ամյա մարզիկը իր հաջողությունը բացատրում է մի քանի գործոններով։ Լավ մարզավիճակում էի ու ուրախ եմ, որ մերձավարական կողմը դեպի ինձ արտար գտնվեց։ Դրա շնորհիվ էր, որ կարողացանք թիմային համախմբվածության շնորհիվ կարողացանք այս հաղթանակը կորզել։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում պետական եկամուտների կոմիտեի 483 հաստիկ կրճատվել է։ Նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունը ավելի քչանում է եւ դրա արդյունքում իհարկե ունեցել ենք ինչ որ այսօր ունենք։ Բացի կրճատումներից պետական եկամուտների կոմիտեում եղել են նաև ձերբակալություններ։ Վարդան Հարությունյանը դա նորմալ երևույթ է համարում, առանց տարբերություն դնելու այսպես կոչված մանր խոշոր ձկների միջև։ Ես չգիտեմ մանր ձուկ, խոշոր ձուկ դուք ինչ նկատի ունեք, կրճատումների արդյունքում ես չեմ բացառում, որ կարող է լինեն նաև սուբյեկտիվ դրսևորումներ, որովհետև մեկ ամսվա մեջ այս ամբողջ աշխատանքները իրականացնել ավարտին հասցնել իհարկե դժվար է եղել։ Նա անդրադառնում է նաև խոշոր ձեռնարկություններում, մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավորներ Միրան Պողոսյանին պատկանող Քեթրին եւ Սամվել Ալեքսանյանի Alex Textile ընկերություններում ստուգումներին։ Եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ Alex Textile-ը, բոլորն ենք ստուգելու, ոչ միայն մի ֆիքսվեք մի սուբյեկտի մի ձեռնարկության վրա։ Քեթրին գրուպը տնտեսվարող սուբյեկտ է, որտեղ կարող են առաջանալ ցանկացած խնդիր, ինչպես եւ բոլոր օբյեկտները։ Արդյոք կա խոշոր մի ընկերություն, որը Վարդան Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում ստվերից դուրս է բերվել։ Հարկային գաղտնիք կա եւ ես որևէ անգամ չեմ ուզում, նայեք ես ձեզ sense մեկնաբանեմ։ Տնտեսվարող, ցանկացած տնտեսվարող իր աշխատանքի ընթացքում կարող է թույլ տալ սխալներ։ Ստուգման արդյունքում այդ սխալները ի հայտ է գալիս եւ շտկվում են, որի արդյունքում պետբյուջե տուգանքի տեսքով գումարներ են վճարվում։
Եթե վճարվել են եւ մարդիկ շտկվել են, ինչ եք ուզում դուք հիմա ցեղ շպրտել այդ մարդկանց երեսին։ Նրա վստահեցմամբ ներկրման դաշտը այսօր բաց է, չկան մենաշնորհներ։ Ինչի նկատի ունեք օլիգարխ ասելով։ Սամվել Ալեքսանյանը իրենք եթե չեմ սխալվում, այսօր падգամավորներ են եւ գործնեությամբ զբաղվելու իրավունք չունեն։ Ուղղակի ձեր մոտ կարծրատիպա, որ պետքա շաքարավազը ներմուծի մի մարդ, բանանը ներմուծի մի ուրիշ մարդ, բանանը այդքան կարևոր չի իմ համար։ Անդիմության այն կարծիքին, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը հեռացող է, Վարդան Հարությունյանը հեգնանքով է արձագանքում։ Հեռացողի նման է։ Ես ընդեղ եմ, որտեղ ցանկանա իմ թիմը, մեր թիմը։ Եթե նպատակահարմար գտնեմ, որ ես այդտեղ պետք է լինեմ, ուրեմն այդտեղ կլինեմ։ Ոչ։ Ինչ վերաբերում է իր ունեցած բիզնեսներին, ապա պետական եկամուտների կոմիտեի նախագահը հպարտանում է դրանցով ու չի թաքցնում, որ ստեղծել է մինչ պետական պաշտոնի անցնել է։ Ընտրություններից 2 ամիս հետո Հրայր Թովմասյանը չի ասի, որ ռեյտինգային ընտրակարգը ստվերեց խորհրդարանի ընտրությունները։ Այն աշխատեց եւ ոչ միայն տվյալ կարճ կոնկրետ ժամանակահատվածի համար, այլ ապագայի համար, թե մեր կուսակցությունները ինչ անելիքներ ունեն, ինչպիսի մարտավարություն, ինչպիսի կառուցվածք պիտի ունենան հետագայում հաղթանակների հասնելու համար։ Պարոն Թովմասյանը չի պնդում, թե ռեյտինգային ընտրակարգը ամենալավն է, բայց ինչու իր քարոզած համակարգը այդքան լայնածավալ ընտրակաշարքների առիթ տվեց։ Չկա որևէ, այսպես կապ ընտրական համակարգի եւ ընտրական խախտումների միջեւ։ Այդ խախտումները կարող են լինել եւ մեծամասնական ընտրական համակարգում, այդ խախտումները կարող են լինել եւ համասնական ընտրական համակարգում եւ խառը համակարգերում։ Ինքը քարոզում էր մի համակարգի օգտին, որտեղ միմյանց դեմ սկսեցին պայքարել նույն կուսակցության անդամները։ Պարոն Թովմասյանը սա անվանում է ներտեսակային պայքար, որում այլ կուսակցությունների անդամներից բացի Սամվել Ալեքսանյանի եւ Միրան Պողոսյանի դեմ պայքարում էին հանրապետականները։ Ընտրությունը ճիշտ էր եւ տվել է այն արդյունքները, ինչը որպես այդ համակարգի համահեղինակ ես ակնկալում եմ։ Նոր սահմանադրության համահեղինակը տեղյակ է, թե ինչքան բացասական վերաբերմունք կա ռեյտինգային ընտրակարգի հանդեպ, դա ոչինչ չի նշանակում։ Ես չեմ պատրաստվում այդ համակարգից հրաժարվել։ Եթե անկարծ կուսակցությունը որոշի անդրադառնալ ռեյտինգային համակարգից հրաժարվելուն, Հրայր Թովմասյանը հաստատ իր դիրքորոշումը կներկայացնի, որը ռեյտինգայինի օգտին է։ Բայց ես անդամներից մեկն եմ այդ մեծ խմբակցության։ Եվ եթե խմբակցությունը այլ բան կորոշի, ապա ես խմբակցության անդամ եմ։ Հանրապետականում Սերժ Սարգսյանի հեղինակությունը ըստ պարոն Թովմասյանի չի նշանակում, որ նա որոշումներն ընդունում է մենակ։ Նույնիսկ իսանախագահական համակարգում Սերժ Սարգսյանը երբեք միանձնյա որոշումներ չի ընդունել։ Իսկ դուք որտեղից ենթադրեցիք եւ որտեղից ձեզ այդպիսի վստահություն, որ մեկ հոգին է որոշում կայացնում։ Երբ որ գնամ կենսաթոշակի, վստահեցնում եմ, որ հուշեր կգրեմ եւ դուք այնտեղ կտեսնեք, այնտեղ վստահեցնում եմ, որ կլինեն շատ կոնկրետ դեպքեր տարաձայնությունների, հակառակ որոշումների։ Արարատյան դաշտի ոռոգման, ինչպես նաև Սևան Հրազդան հեկերի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման համար Սևանալճից այս տարի 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն կառավարությունը առաջարկում է 270 խորանարդ մետր ջուր բաց թողնել։ Համաշխարհային բանկից 20 միլիարդից ավել տրամադրվել է ոռոգման համակարգերին Վեդու ջրամբարի կառուցման համար։ Մնացած գումարները բացի Վեդու ջրամբարից հնարավոր չէր ուղղել ջրամբարների կառուցմանը, որովհետեւ այսօր տնտեսական անհրաժեշտություն չառաջանար Սևանալ լճից 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու առումով։ Մենք ներկայացնում ենք այն, ինչ որ 2016 թվականի համար որպես առաջնահերթություններ արդեն իսկ սահմանված են եղել եւ դրա հիման վրա իրականացվել են այս կամ այն ծրագրերը։ Հիմա մենք 2016 թիվը փոխել չենք կարող։ Բնապահպանները ահազանգում են, անթույլատրելի է Սևանի մակարդակի արհեստականորեն իջեցումը, մինչդեռ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը անթույլատրելի է համարում ջրառ չանելը։ Սևանի մակարդակը ունի շեմ, դա 1902 մետր 63 սանտիմետրն է, որից այն կողմ չի կարող բարձրանալ։ Այսօր մենք կանգնած ենք 1900 մետր 91 սանտիմետր, 1902.63-ի շեմին կանգնած է Արփասևան թունելի այդ շեմը, որտեղից ջուրը գալի լցվում է։ Դրանից ավել բարձրանալու պարագայում ջուրը գալու է մտնի Ախուրյանի Արփասևան թունել։ Հետևաբար այդ մշտական բարձրացում չի կարող լինել։ Իսկ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ազգային ժողովում Ծառուկյան խմբակցության քարտուղարը անդրադարձավ իրացման գոտու Ֆիրդուս Կոնթ Եկմալյան հասցեների բնակիչների խնդիրներին։ Խնդիրը երկու կողմ ունի։ Նախ բնակիչներ, որոնք որ իրենց սեփականության իրավունքը զիջել են,
շինարարություն իրականացնող կազմակերպությանը եւ երկրորդ մասը բնակիչների, որոնք որ մնացել են այդ տարածքներում, վիճելի հանգամանքներում, դատական վճիռների գործընթացները տեղի ունենում։ Իհարկե դա շատ ծանր, այսպես ասեմ, ժառանգություններ։ Այն բնակիչները Ֆիրդուսի տարածքում, ովքեր դեռևս պետք է իրացման պայմանագրեր կնքեն, չի լինի այնուն պատկերը, ինչ որ եղավ նախորդների հետ։ Ինչ վերաբերում է Հին Երևան ծրագրի իրականացմանը, ապա Նարեկ Սարգսյանի խոսքով այն դժվարությամբ, բայց առաջ է գնում։ Ավելի թափով արդյունքները կլինեն տարվա երկրորդ կեսին, Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է անպայման եւ վերականգնվելու է աֆրիկյանների շենքը։ Բյուջեի կատարողականի քննարկումները ընթանում են պասիվ, падգամավորներից քչերը հարցեր ունեն գերատեսչությունների ներկայացուցիչներին։ Քննարկման ավարտին դահլիճում падգամավոր գրեթե չէր մնացել։ Ոչ բոլոր փաստաբաններին հաջողվեց Շենգավթի դատարան մտնել, որտեղ ընթանում էր Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատավարությունը։ Նրանք հրաժարվեցին զննության ենթարկվել։ Ամենաստորացուցիչ բանը, երբ որ արդեն փաստաբանի դրամապանակներն են ուզում ստուգել։ Այսինքն այլևս բան չունեն ստուգելու, ես հատուկ այսօր պայուսակ չեմ բերել, որպեսզի ավելնորդ իր իմ մոտ չլինի, ըստ իրենց, թեև իմ պայուսակը ավելնորդ իր չի։ Օրենսգրքերը չեն վերցրել, գործի վերաբերյալ նյութերը չեն վերցրել, որպեսզի առանց խոչընդոտի մտնեմ դատականիստերի դահլիճ։ Հիմա ոչինչ չունեն ասելու։ Արդարադատության տանը դատարանի շենքում մարդկանց ստորացնում են։ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը սկսվեց սանկցիաներով։ Դատավորը որոշեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ոտքի չկանգնելու համար դահլիճից հեռացնել գործով անցնող Ժիրայր Սեֆիլյանին եւ Ներսես Պողոսյանին։ Մինչ դահլիճից հեռացնելը թե Ժիրայր Սեֆիլյանը եւ թե Ներսես Պողոսյանը հայտարարությամբ հանդես եկան, սակայն ապակեպատ դահլիճից այն կողմ լսելի չէր։ Դահլիճում ներկա պաշտպան Արսեն Մկրտչյանը պարզաբանեց, ինչ հայտարարություն է հնչել ներսում։ Ընդհանուր առմամբ հնչեցին կարծիքներ, որ երկրում չկա արդար դատաքննություն, կոնկրետ դատավորի դեմ ինչ որ անձնավորված վատ մոտեցում չկա եւ դրա համար ոտքի չեն կանգնում։ Ամբաստանյաններին հեռացնելուց հետո դատավորը մտավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո որոշեց սանկցիա կիրառել փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ։ Փաստաբանը չգիտի ինչի համար։ Անտարբերության մատնեց իմ արտահայտվելու հնարավորություն տալու դիմումները, ինչը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է նախագահող դատավորի կողմից։ Քանի որ նա չի կարող մասնակիցների նկատմամբ կիրառված սանկցիաների կամ որոշումների կապակցությամբ մասնակիցների դիրքորոշումները, առարկությունները եւ հայտարարությունները սահմանափակել ու անտեսել եւ հնարավորություն չտալ դրանք արտահայտելու։ Դատական նիստին Տիգրան Եգորյանը փորձեց պարզել, ինչի համար է իր նկատմամբ կիրառվել սանկցիան։ Դատավորը պարզաբանեց, իր որոշումները չեն մեկնաբանվում։ Այնուհետև սանկցիա կիրառեց նաեւ փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ, քանի որ նրանք հրաժարվել են զննության ենթարկվել։ Քիչ անց դահլիճ մտան Արայիկ Պապիկյանը եւ Նինա Կարապետյանցը։ Քանի որ Ներսես Պողոսյանը հեռացված էր, հայտարարեցին, որ իրենց պաշտպանյալը չի լիազորել առանց իրեն նիստի մասնակցել եւ լքեցին դահլիճը։ Դատավորը այս անգամ էլ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց դիմել փաստաբանների պալատ։ Դատական նիստը կշարունակվի հունիսի 30-ին։ Սասնա Ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը Արարատ Խանդոյանն այսօր դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման։ Աթիժը պետք է գրի Հայաստանի Հանրապետության Արտադրության նախարարության համապատասխան իրավաբանական Նա մեղավոր ճանաչվեց նախորդ տարվա հունիսին զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Ըստ մեղադրանքի Արարատ Խանդոյանը բարեկապահական ծառայության գնդի գրավմանը հաջորդած ակցիաների ժամանակ հարվածել է, քաշքշել ու փորձել խլել ոստիկանի վահանը։ Արարատ Խանդոյանը ոչ մեկին չի հարվածել եւ ոչ մեկից վահան չի խլել, սակայն սա հեշտական ունեցանք Հայաստանում քաղաքական բանդարգյալը իհարկե բողոքարկվելու է եւ ուղարկվելու է եվրոպական դատան տեսանյութը
հրապարականում հետազոտվեց ու բոլոր դե տեսակ, որ Արարատ Խանդոյանին այո տեսանյութերով մահակներով հարվածում էին, սակայն Արարատ Խանդոյանը ոտքը վերև է բարձրացնում, սակայն ոտքը ոչ մեկին չի տիպչում ու ինքը վահան չի խլում։ Մինչ դատավճիռը Արարատ Խանդոյանը հանդես եկավ ճառով եւ վերջին խոսքով։ Հենց դատական նիստերի սկզբում նշել են եւ հիմա էլ հաստատ համոզված են, որ դատավոր մնացական մարտիրոսյանի ի վիճակի չի արտահայտություն իրականացնել։ Իմ վերջին խոսքը այն է, որ ազատություն քաղաքբանդակյալներին, նրանց թվում եւ սասնացրելին, իսկ ռեժիմին մահ։ Մեղադրողը միջնորդել էր Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման։ Նա կալանավորված է նախորդ տարվա հուլիսի 21-ից։ Պետությունն ամեն ինչ է անում Հայաստան եկած սիրիահայերի համար, Սփյուռքի նախարարը պատրաստ է թվել կատարածը։ Պետությունը նրանց կրթության բոլոր հարցերը մանկապարտեզից մինչև համալսարան լուծում է անվճար։ Պետությունը 3000-ից ավելի սիրիահայերի առողջապահական բոլոր խնդիրները կարգավորել է, սոցիալական խնդիրները կարգավորել է։ Բայց բաց է մնում թերևս ամենակարևոր բնակարանային հարցը։ Պետության խոստացած նոր Հալեբ թաղամասը չի կառուցվում, եւ սիրիահայերից շատերը միայն երազում են հայրենիքում սեփական տանիք ունենալու մասին։ Բնակարանի խնդիր, ինչպես եւ մեր հանրապետությունում ցանկացած քաղաքացի չէ, որ ունի բնակարան, այնպես էլ սիրիահայերը, նրանց մի մասը արդեն գնել է, մի մասը կառուցում է, մի մասը գրվել է։ Ձեր ակնարկած խնդիրը մենք արդեն բազմիցս դրա մասին խոսել ենք, արդեն հոգնեցուցիչ է, իրենք պետք է որոշեն, կուզեն կկառուցվի, չեն ուզի չի կառուցվի։ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին նախարարին հիշեցրին վերնիսաժում ապրանք վաճառելու տեղ չգտնող սիրիահայերի մասին։ 25 սիրիահայ դեռևս պատասխան չի ստացել Երևանի քաղաքապետարանից։ Եթե մենք կարողանանք օգնել ցանկացած գործարարի, այդ թվում սիրիահայ, որ ինքը գումար վաստակի, այդ կոպիտ ասած այն բարձ ասացվածքն է, էլի, եթե մենք թույլ տանք օգնենք, որ ինքը կարողանա ձուկ բռնել եւ ապրել, քան մենք անընդհատ այդ ձուկը նվիրենք։ Հայաստանում բիզնեսը սկսող սիրիահայերը երբեմն ձախողվում են այստեղի շուկայի կանոններին խորտ լինելու եւ ինտեգրացիոն խնդիրների պատճառով։ Նախ շուկան լրիվ ուրիշ, այսինքն իրենց գնորդ մատակարարշղթան ուրիշ, իսկ մեր մոտ ելնելով եւ աշխարհագրական դիրքից եւ մեր քաղաքական մաքսային պայմանագրերից եւ պայմաններից մեր մոտ մի քիչ այսինքն այստեղ վերադասավորվելու խնդիր կա եւ նույն այնտեղի բիզնես գաղափարը ոչ միշտ է, որ կարող է միանշանակ աշխատել Հայաստանում, հա, այդ շատ մեղմ եմ ասում, իսկ մեծամասամբ դեպքերում կարծես թե չի աշխատում, պետք է լրիվ փոխել։ Հակոբ Ավագյանը միանշանակորեն կողմ չէ բիզնեսը սկսող սիրիահայերին հարկային կամ մաքսային արտոնություններ տալուն, կարծում է Հայաստանում պետք է կիրառվի ներգաղթյալներ ընդունող ԱՄՆ-ի փորձը։ Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իսկ ինչու՞ չեք անում, ասենք հենց բիզնեսի սկսելու, իսկ եթե ինքը ուզում է օրինակ պայմանական ասեմ ռեստորանային բիզնես ստեղծի, այլ ինքը մտնի ռեստորանային բիզնեսում որպես վարձու աշխատող, մի հատ ներսից տեսնի, նոր հետո կմտածի կստեղծի, թե չէ։ Սիրիայում քաղաքացիական պատերազմից հետո Հայաստան է ներգաղթել 22000 սիրիահայ, նրանց ճնշող մեծամասնությունն ապրում է մայրաքաղաք Երևանում։ Խաչիկ համայնքի այս մեղվապահները 6 փեթակից յուրաքանչյուրից ստանում են 10 կիլոգրամ մեղր։ Նվիրում եմ, վաճառքի ենթակա չի։ Երևանից 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղը սահմանակից է Նախիջևանին։ Գյուղի բնակիչները իրենց կտրված են զգում մայրաքաղաքից։ Մոտ 2 տարի է չի գործում դեպի Երևան եւ Եղեգնաձոր գնացող տրանսպորտը։ Ամսական ամենակիչը 4 անգամ շրջկենտրոն գնալու համար մարդիկ ստիպված տաքսի են վարձում։ Դա 500 դրամ Եղեգնաձոր է, 1500 մարշրուտներին Երևան։ Որպես սահմանապահ գյուղ խաչիկցիների կոմունալ վճարները զեղչված են, սակայն հիմնական խնդիրները մնում են անլուծելի։ Աշխատանքի խնդիր կա, ջրի խնդիր կա, տրանսպորտի խնդիր կա։ Եթե պայմանագրայինը չլի, ոչ մի աշխատանք չկա։ Աշխատանքի խնդիրը մասամբ լուծելու համար Սփյուռքահայ Վահե Քոշգուրյանը որոշել է գյուղում շամպայնի գործարան հիմնել։ Շինարարական աշխատանքները այս տարի պետք է սկսվեին, սակայն ֆինանսական խնդիրներ են առաջացել։ Խաղողը արտադրվում Խաչիկում 1700 մետրի եւ բարձր տեղ, որը որ իր շաքարայնությամբ ցածր է լինում, քան օրինակ մեր հարևան Արենի գյուղը, որը հայտնի է, եւ այդ հումքից ավելի
գերազանց ու կարելի ասել անհամեմատելի շամպայն է ստացվում։ Գյուղը նոր տրակտոր է ստացել, որը աշխատում է նախորդների համեմատ 3-ից 4 լիտր դիզվառելիքի խնայողությամբ։ Հələ որ կարողանաք մի հատ կոմբայն բերեք այս գյուղի համար, շատ լավ։ Բանը ծորենա գարի հնձել համար։ Խաչիկ գյուղը նաև ներառված է խոշորացման ծրագրում, բնակիչները դեմ են, իրենց հետ չեն խորհրդակցել։ Միավորվող ավելի քան 7-ից 8 գյուղի շրջենտրոնը լինելու է Արենի համայնքը, որը Խաչիկից հեռու է 22 կիլոմետրով։